Դատարանը որոշեց 2 ամսով կալանք կիրառել, ըստ էության միակ մասը, որը քննիչների միջնորդությունը չի բավարարվել, որտեղ սկզբից որոշել են ընդհանրապես շփումներ արգելել որևէ անձի հետ բացի ընտանիքի անդամներից, ընտրական օրենսգրքով սահմանված ներկայացուցիչների միջոցով ընտրությանը մասնակցելու լիազոր անձանց միջոցով այդ սահմանափակումը չկիրառվել եւ համապատասխանաբար անձին կարող են պարոն Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին ներկայացուցիչների միջոցով կալանքի որոշումը դեռ չենք հասցրել նայենք ոնց որ ստացանք բայց առնվազն այն ծավալով որ ինչ որ հասցրել ենք նայենք բողոքարկման հիմքեր տեսնում ենք այսօր առավոտ որ նշել է ըստեղության հստակ նշել է որ մեր ակնկալիքն է որ կալանք պետք է մերժվի, որովհետև գործունյութերից որևէ ձև չի բխում ոչ հիմնավոր կասկած, ոչ էլ մնացած հանգամանքները։ Ներողություն, ուղղակիորեն նշել ենք, որ երբ որ քննարկում են բացի հիմնավոր կասկածի կտորից, որ ուղղակի ֆիքսել ենք, որ չկա ուղղակի նյութ չկա, որովհետև պետական գաղտնիք, հետո պետական գաղտնիքի վրա հաղում կա թե չկա եւ այլն, ըստ էության նշել ենք նաեւ, որ այդ պատճառները, որի համար, այդ հիմքերը, որ խոսում ենք, դա թաքնվել, խուսափել, այլ հանցագործություն կատարել, ըստ էության չի կարող լինել, որովհետև այն փաստը, որ պարոն Թևանյանը հաճախ եղել է արտերկրում կամ շփումներ ունի, դա ինքնին չի կարող բավարար լինել, ուղղակի մի հատ շատ պարզ հանգամանքով։ Հիմա ընտրարշավի վերջին փուլն է, այսինքն ակնհայտորեն անձը փոխանակ ամբողջ գործընթացը նրա համար է, որպեսզի Անդրանիկ Թևանյանին հեռացնեն գործընթացից, այսինքն ընտրական գործընթացի մասնակցելու հնարավորությունը սահմանափակեն, եւ հետեւաբար փաստացի, եթե այդպես բոլ համոզված լինեն, որ պետք է թաքնվի, այնա չեն կիրառի, կթաքնվի, չէր մասնակցի։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ կալանքը կամ ոչ միայն կալանքը տնային կալանքը վարչական վերահսկողությունը չպետք է կիրառվեր, որպեսզի ընտրական գործընթացը որևէ կերպ չխաթարվեր, սա եւս մեկ քայլ է երեկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների հետ միասին, որը ուղղակիորեն հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը, որովհետեւ ընտրությունների արդար ընթացքի հիմքում բացառապես քվեարկության օրվա քվեարկությունը չի, ընտրությունները դա գործընթաց են, որոնք սկսում են շատ ավելի շուտ, քան քվեարկության օրը եւ նախընտրական փուլի այս կուլմինացիան հենց այս վերջին կարգավորվող փուլն է, երբ որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար հնարավորություն ունենան մասնակցեն ընտրարշավին։ Երբ որ քաղաքական ուժերից մեկի երկրորդ համարը ըստ էության ուղղակի հրահանգով տրված հաղորդման հիման վրա քաղաքական օպոնենտի կողմից գործող իշխանությունների կողմից ենթարկվում է ազատազրկման եւ սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը ինքնին դրանովից, ինչպես նշեցի, խաթարվում է ընդհանուր առմամբ ընտրությունների բնականոն ընթացքը։ Հիմա դա 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթում է, դա այսօր դատարանի տիրույթում է, որովհետև պետք է այդ բոլոր հանգամանքները գնահատվեն։ Ամեն դեպքում մենք որոշման հետ ավելի մանրամասն կծանոթանանք, զուտ հիմնավորումները հասկանանք որտեղ է դատարանը հիմնավոր կասկած տեսել եւ կարծում եմ եկող շաբաթվա սկիզբ, 2 շաբթի, 3 շաբթի արդեն վերջնական հստակություն կլինի բողոքարկման ծավալների շուրջ։ Ու ամեն դեպքում բողոքարկվելու ամբողջությամբ այսքանը, եթե ինչ-որ հարցեր կան։ Իսկ ոնց էր Անդրանիկ Թևանյանը։ Լավ է, տրամադրությունը բարձր է իմաստով կալանավորվելուց ոչ մեկը տեն շատ բարձր չի լինում, մարտական ընկճված չէր, ակնկալվող էր պատասխանը, այսինքն ակնկալվող էր ընթացքը երեկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 8 ժամ տևած քննարկումներից հետո, երբ որ որոշումը եղավ, այսօրվա դատական գործընթաց, ես առավոտյան, երբ որ դատարանի նիստից հետո քննարկեցի, ես ուղղակիորեն նշեցի մտահոգություն առաջացնող հանգամանքը այն էր, որ Չակերտավոր շատ սահուն էր անցել ընթացքը, չեմ ասում, որ լարված պետք է անցնի, բայց ըստ էության տենց բոլոր նիստերը, որտեղ տենց սահուն անցնում է մոտավորապես, դե ինչ ուզում եք խոսեք, ինչի մասին ուզում եք խոսեք, ինչքան ուզում եք խոսեք, չնայած մենք խոսել ենք առարկայական հիմնավոր նյութերի մասին, տենց տպավորություն է թողնում, որ տենց մոտավորապես, որ հետո չասեն սահմանափակեցի, որովհետև որոշումը արդեն գիտեմ։ Այդ տպավորությունը կար, բայց ամեն դեպքում ակնկալիք ունենք, որովհետև եւ ըստ էության 4 համարյա 5 ժամ առանձին սենյակում էր դատավորը, ինչը բավականին երկար ժամանակ է նմանատիպ կալանքի կամ դատական վարույթի շրջանակներում գործերի քննության ընթացքում։ Եթե այլ դեպքեր են նայենք, որպես կանոն մի 15-20 րոպեից սկսած մինչև 2-3 ժամ կարող է տևի, բայց որ 5 ժամ առանձին սենյակում լինի դատավոր ինքնին բավականին երկար է։ Հիմա ինչ էր անում, ինչներ ուսումնասիրում, ինչներ համադրում, չգիտեմ, ինչ ենթադրություններն էր գնահատում, բայց կրկնում եմ, որ մենք
այն նյութերի ծավալը առնվազն, որը ներկայացվել է եւ ինչ որ խոսել ենք վստահորդի հետ, պարոն Թևանյանի հետ, հիմք չի տալիս պատկերացնելու, չեմ ասում, էլի համոզվելու, որ ինչը պետք է այստեղ հանցագործություն լինի։ Ու այդ mēs որ հենց քննարկում ենք գործընկերոջ հետ, այս պետական գաղտնիքի վրա հղումի կտորն էլ պետք է հասկանանք, որովհետեւ ըստ էության տպավորություն ունենք, որ տենց չասեմ արհեստական, բայց ինչ-որ երկու պատճառով մցված ինչ-որ մասա, որ մի կողմից տենց վախենալի թվա ավելի, տենց հեսա պետական գաղտնիքի հարց կա, երկրորդն էլ, որ մենք սահմանափակված լինենք ուղղակի նյութերը հրապարակելու ցույց տալու համար, նո այն ծավալով չնախաքննությունը թույլ է տալիս ցույց տալու համար ընդհանրապես իրավապահ մարմինների հաղորդագրությունների սինությունը, որտեղ այս պահին հաղորդագրություններ են գնացել, տվյալներ են տվել, ու դրանք մենք հակադարձելու ամբողջական հնարավորություն այս պահին չունենք, որովհետև ծավալից դուրս ինչ որ գրել են, դրանից դուրս հակադարձելու դեպքում միշտ կարող ռիսկ առաջանա, որ գան քննարկեն, որ այդ ասեք պետական գաղտնիք եք բացահայտում դաշտում, այսինքն ոչ միայն մենք, այլ մենք մնացած մասնակիցները։ Շնորհակալություն։